Բարև ձեզ Բարև։ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, ես այսօր զրուցելու եմ լեզվաբան, դերասանուհի Մերի Հակոբյանի հետ, անցած անգամ մեր զրույցը շատ բուռն արձագանք ստացավ, բազմաթիվ դիտումներ եղան և մարդիկ կրկին ուզում էին, որ մենք հարցազրույց անենք, մենք էլ, ինչպես ասում են, անում ենք և ձեզ էլ խնդրեմ բաժանորդագրվեք ալիքին, հավանեք այս տեսանյութը և գրեք մեկնաբանություն։ Բարև ձեզ Մերի։ Բարի լույս, Կորին ջան։ Մեր նախորդ զրույցից հետո բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել, դրանցից ամենաաղմկահարույցը մետրոյում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպքն էր, տեսել եք, չպատմեմ, բոլորն են տեսել, ձեր մեկնաբանությունը դրան որն է, ինչի համար այդպես եղավ, դա հուզական պոռթկում էր, թե դա Նիկոլ Փաշինյանի բնական վիճակն էր։ Որ մեկնաբանությունը։ Ինչ։ Այդ դրա համար մեկնաբանություն։ Աղջկա վրա զայրանալու, արցախցի աղջկա վրա զայրանալու միջադեպի մասին է խոսքը։ Հիմա տեսեք, ինչպես մենք նկատեցինք, դրանից առաջ եւս երկու հոգու նա առաջարկեց այդ կիսատ-պռատ քարտեզը, որը էլի միմոսություն շարքից է ինձ համար, ձևական, ոչ էլ այդ քարտեզն է նրան հետաքրքրում, բայց նա թեթև ընդունեց։ Չգիտես ինչու արցախցի կնոջ անդրադարձը, հակադարձումը ծանր տարավ, եւ ես մի բան էստեղ պիտի ասեմ, տիեզերքում ոչինչ պատահական չի լինում, եւ սա պատահականություն չէր, որ հենց Արմինեին պիտի հանդիպեր, հենց այդ գրագետ, արժանապատիվ հայուհուն, հերոսի աղջկան, հերոսին արժանի աղջկան եւ արժանի պատասխանը ստացավ։ Ուրեմն նա այդտեղ մերկացավ, իր ամբողջ թշվառությունը ի ցույց դրվեց մեզ, Արմինեն դա արեց իր գրագետ եւ ճիշտ պահվածքով, արժանավայել պահվածքով։ Նրան թվում էր, որ եթե ինքը վարչապետ է, չէ որ սնափառի մեկն է, չէ, ուրեմն պիտի բոլորը խոնարհվեն, բոլորը իր հետ հարգալից խոսեն եւ չէր կարողանում տանել այդ երևույթը, որ իր հետ ինչ որ մեկը իրեն ասում է ձայնդ չբարձրացնես որպես շարքային քաղաքացի, որպես շարքային թույլ տղամարդ, ով ես դու առանց փողի, առանց քո տերերի եւ առանց թիկնապահների, ոչ ոք։ Իսկ այդտեղ ինքը երևաց իր ամբողջ այդ հոգու թշվառությամբ, ոնց ինքը իրեն զգում է երևի երեկոյան քնելուց առաջ։ Ես վստահ եմ ինքը իր մեջ ինքը գիտի, թե ինքը ով է, բայց քանի որ խաղում է վարչապետ, հարգանք, ուժեղ տղա, իրեն թվում է բոլորը դրան հավատում են եւ Արմինեն դա մերկացրեց ու ինքը դրանից վատ զգաց, ցնցումների մեջ ընկավ եւ նրա պահվածքը ընդհանրապես լիր տեքոր կնգա պահվածք էր, այս արտահայտությունը ասեմ։ Ես շատ ուրախ եմ, որ այդ միջադեպը տեղի ունեցավ, շատ բացահայտվեցին եւ ինքը, եւ իր կոնտինգենտը, եւ այդ ատելությունը, որ ինքը գեներացնում է, եւ այդ սուտի ներողությունը, որ երևի հուշել են ասա, որ խաղաս քո հանդիսատեսի առաջ, որ նրանք էլ ասեն, տեսնում եք վարչապետ հալով ներողություն է խնդրում, բայց այն լիր աղջիկը, որ վարչապետի հետ չէր կարելի այդպես խոսել, ներողություն չի խնդրում, կներեք ինչու պիտի ներողություն խնդրի։ Ատելով, տանել չկարողանալով նա ներողություն խնդրեց եւ կոնտինգենտը դրանից ավելի հիասթափվեց։ Ես մեկնաբանություններ եմ կարդացել, որ ասում են հիմա ես ինչ երեսով գնամ քեզ հունիսի 7-ին ընտրեմ, ինչի ներողություն խնդրեցիր այդ Ղարաբաղցուց։ Այդ երևույթը կար, այդ ատելությունը, պարզապես ժամանակ առ ժամանակ մի դեպք լինում է, որ դա ջրի երես է դուրս գալիս եւ ավելի ցայտուն է դառնում։ Նա ընդհանուր ինքը այս վարչապետ կոչվածը այդ ժողովրդի, եթե կարելի է ժողովուրդ անվանել, այդ կոնտինգենտի ատելություն գեներացնող կոնտինգենտի ընդհանուր համապարփակ կերպարն է ինքը նույնն է, ինչ նրանք, նույնականացված, ու ինքը գոռում է անզորությունից, ուժեղ մարդը չի գոռա, մանավանդ երեխայի ներկայությամբ, մանավանդ կնոջ վրա,
Այստեղ ես ինչ տեսա հոգեբանական տեսանկյունից, փաստորեն նա ընդունում է, որ ինքն է մեղավոր։ Ինքն է առաջին ասում, ես մեղավոր չեմ, ես չեմ արել, իսկ դա խոսում է նրա մասին, որ ինքը լավ էլ ընդունում է։ Ու երեսին ասող շատ քիչ կա, այ հենց դրանից էլ ինքը ոգևորվեց։ Այդ ատելությունը արցախցիների նկատմամբ վաղուց ունի ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը, թե ուղղակի այդպես ստացվեց։ Ատելությունը ոչ միայն ինքը, այլ այդ արդեն նշեցի, այդ կոնտինգենտը ունի երկար տարիներ արդեն, երևի Հայաստանի անկախությունից ի վեր, սովետական միությունից հետո, երևի այդ ժամանակ էլ է եղել, ես այդ ժամանակվանը չեմ կարող ասել, չեմ եղել սովետական ժամանակ, դրա համար չեմ կարող ասել։ Բայց դրանից հետո արցախցի հայաստանցի այդ ջրբաժանը ինձ թվում է եկել է այդ ժամանակներից եւ մեծ ծրագրով աշխատել են ոչ միայն Հայաստանում բարձր ուժեր, այլ նաեւ վստահ եմ դրսից ուղղորդվել է, որպեսզի մասնատեն ու այդ ջրբաժանը դնեն, ինչ է նշանակում հայաստանցի արցախցի։ Հենց հիմա Լեոյի գիրքն է ինձ մոտ եւ ես հերցելու եմ մեր հայ հասարակության համար, թե ինչ է ասում Արցախի դիրքի եւ Արցախ աշխարհը ում է պատկանել եւ որ երկրին, որպիսի փաստերով նրանք իմանան, որ Արցախը միշտ եղել է հայկական տարածք, միշտ պատկանել է Հայաստանին ու Տիքի նահանգին է պատկանել։ Հիմա ժամանակ երևի չլինի ես ընթերցեմ այդ մի քանի տողը։ Համեցեք։ Այսպիսով պատմական տեսակետից այս սահմանների մեջ պարփակված Ղարաբաղը համապատասխանում է հին Հայաստանի նահանգներից Ուտիքի մի մասին, ամբողջ Արցախին եւ Սյունիքի մեծագույն մասին։ Ահա պատմիչ Լեոյի նկարագրությունը, խնդրեմ 3-րդ հատոր 2-րդ մաս։ H9 այդ նկարագրությամբ է սկսվում գիրքը եւ ես իմ տեսանյութերից մեկի ժամանակ դա արդեն ասել եմ։ Ջրբաժանը, կարծես այնպես ենք ասում, արցախցի հայաստանցի մեր երեխեքը նրանց համար զոհվեցին, ում համար, տաջիկ էին, կներեք, Տաջիկստան գնացին ու տաջիկների համար զոհվեցին, այդ մարդիկ հայ չէին, եւ շարունակեմ Լեոյի միտքը։ Արցախը Հայաստանի դարպասն է եւ կորցնելով այդ դարպասը մենք կկորցնենք ամբողջ Հայաստանը։ Ում համար են կռվել, Արցախի։ Այսպիսով դուրս է գալիս, որ 90-ականներին կռված արյուն թափած այդ մեր հերոսները շատ մեծ սխալ են գործել, մեզ գցել են կրակը, որ հիմա էլի պատերազմներ լինեն, այդ տարածքի համար անընդհատ կռիվ լինի, քանի որ դա մեզ չի պատկանում ըստ իրենց։ Ում թեզն Լենինի, Ստալինի թեզն են առաջ տանում, կրկնում են նրանց ասածները, այսինքն այդ ստորագրությամբ նրանք խոստովանում են, որ այդ տարածքը մեզ չի պատկանում։ Դա ծրագիր է հատուկ թույլ ուղեղների համար, որ վերլուծությունից զուրկ են, թող ինձ ներեն իմ հայրենակիցները, բայց աշխարհը այդպես է, տարբեր խավի մարդիկ կան, տարբեր տեսակ են ծնվում, մեկը ունի վերլուծելու ընդունակություն, մեկը չունի, իրենք մեղավոր չեն, որ չունեն այդ վերլուծելու ընդունակություն, եւ ինչ որ ասվում է, իրենք կրկնում են, բառի բուն իմաստով կրկնում են, նրանք թուրք են, հա, թուրք են, ու ես շատ զարմացած եմ, նույնիսկ ապշած, որ գրառումներ կան, նույնիսկ ասում են, ես Թուրքին այդքան չեմ ատում, ինչքան Ղարաբաղցուն, մեր հացը կերան, մեր տղերքը զոհվեցին իրենց համար, նրանք հայ են, չկա արցախցի, լոռեցի, երևանցի, չկա ժողովուրդ, մի քիչ ուսումնասիրեք, չկա։ Դա այդ ատելությունը ես առավոտյան մտորում էի, Կորյուն ջան, որտեղից է գալիս, կարծես թե մեր գենի մեջ է, պատմությունը ուսումնասիրելով, գենով փոխանցվում է դարերով, թող չգցեն դա 30 տարվա վրա, եւ միշտ մտածում եմ, իսկ ինչ կարելի է անել, որ դա փոխվի, դա դաստիարակության հարց չի, կրթության հարց չի, այդքան այդպես ծնվում են, կերպ մարդիկ էլ կան ատելություն գեներացնող, այդ ատելությունը ո՞նց է իրենց հետ գալիս,
Ես շփվել եմ 12-ից 15-ից ավել ազգերի հետ, ոչ մեկի մոտ չեմ տեսել այսպիսի ատելություն իրար հանդեպ։ Եվ սա շարունակվելու է հիմա փիլիսոփայական տեսանկյունից ասեմ, տիեզերական, շարունակվելու է այնքան մինչև մենք սեր չտարածենք, մենք իրար չներենք, չապաշխարենք այն անցած մեղքերի ու անեծքների համար, բայց դա երբ կլինի, ես չգիտեմ, ես ուզում եմ ինչ-որ բան անել դա փոխելու համար, առավոտից երեկոմ մտածում եմ ինչ կարելի է անել, իմ չափով ինչքան կարողանում եմ անում եմ, բայց տեսնում եմ, որ շատ հուզի, նույնիսկ լացս գալիս է, որ հիշում եմ այդ մեկնաբանությունները, շատ քիչ է ստացվում։ Չգիտեմ այդ ատելությունը որտեղից է, ինչ պակաս բան են ունեցել այդ մարդիկ, որ ատում են արցախցիներին։ Մի անգամ Գառնի հերթի մեջ կանգնած տուրիստների հետ էի, տեսնեմ մեկին գոռգռում, չգիտեմ, վերջավորությունը լսեցի, ասում է, ինչի պետք է ես այդ 800 չտամ, ինչի է, Ղարաբաղցին ինչ արել, որ ես չեմ արել, ասում տիկին ինչ է պատահել, ինչի է ստեղ գրած, իրանք 800 դրամ պիտի վճարեն, իսկ ես 1500, ինչի, ապշել էի, տուրիստներից թողած, այդ կնոջն եմ նայում, չգիտեմ ինչ ասեմ, պապանձվել եմ, ինքը եկել է ինչ-որ, չգիտեմ, որ շրջանից, շրջանը դե կապ չունի, կարող էր Երևանից լինել, շորտիկներով, մատով, տապճկեքով եկել է տաճար, ասենց կերած, խմած, գզգզած, իրենց բնորոշ, իրենց ոչինչ բնորոշ հագնվածքով ու պահվածքով եւ գոռգռում է, ընդհանրապես ասացի տիկին, ես դες մաղթում եմ Արցախցու ճակատագիր, մաղթում եմ։ Եվ ես խոստանում եմ ձեզ, եթե դուք անցնեք այդ ճակատագրով, մինչև ձեր կյանքի վերջ ես վճարեմ ձեր այդ գումարը Գառնի տաճար, դուք ամբողջ կյանքում գաք անվճար մտնեք։ Շշմեց նա։ Եթե դու ուզում ես 800 դրամ վճարել, ոչ թե 1500, անցի Արցախցու ճանապարհով։ Ուրիշ բան ես քեզ չեմ ասում։ Երեք Ալեն Սիմոնյանը լրագրողներին հանդիմանում էր, ասում էր, ինչի եք ասում Արցախ, այ մինչև դուք ասում եք Արցախ, ադրբեջանցին էլ ասելու է արևմտյան Ադրբեջան, Բասար Կեչար, Զանգիբասար, Գյոյչա լիճ եւ այլն եւ այլն։ Այսինքն հավասարության նշան է դրվում։ Բնական է որտեղից է գալիս, թելադրում են, չէ, իրենց թելադրում են, իրենք Հայաստանում Ադրբեջանի կցորդական խմբակն են, ատաշե ասում են, չէ, ռուսերեն։ Այդ ատաշեի խմբակն են, վստահված անձինք, եւ ես չեմ զարմանում, բայց քանի որ ինքը ինձ համար ոչ մի բան է եւ իրենց ցանկացած իրենցից մեկը, ես լուրջ չեմ ընդունի, ինքը ով է, որ ինձ ասի ես ինչ ասեմ, ով, ոչ մեկ, ասելու եմ, ամեն օր եմ ասելու, եւ մեր քարտեզը Արցախի հետ միասին է, միշտ լինելու, վստահ եմ իրենցից ազատվելուց հետո Աստված կկամենա մենք նորից վերադարձնենք այդ հողը եւ դիվանագիտական ճանապարհով եթե ունենանք ուժեղ ղեկավար, չէ մեկնաբանի զուտ, ինքը ինձ համար ոչինչ է։ Ինքը չի որ պետք է ասի, ես ինչ ասեմ, թող ասի, տեսնենք ով է ենթարկվում, իր կոնտինգենտը թող ենթարկվի։ Այսօր տրանսպորտում մարդիկ միացրել էին Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ասում է, եթե ես չլինեմ, պատերազմ կլինի։ Իրոք չկա այդ վտանգը, որ Նիկոլ Փաշինյանը չլինի, Ադրբեջանը պատերազմ սկսի Հայաստանի դեմ։ Ես իմ տեսանյութով անդրադարձել եմ դրան եւ ոչ մի անգամ բազմիցս հերթական կլյաուզան, շանտաժը, նա չէ որ բանսարկուի է, նրան նորից թելադրել են, ես Ալիևի ելույթն էլ լսեցի, ասաց, որ չի երաշխավորում այդ խաղաղությունը, որ երկար կտևի, նա բոլորին ձեռք է տալիս, մանավանդ Թուրքիային եւ Ադրբեջանին, եւ նա կատարում է նրանց հանձնարարությունը։ Իսկ ինչի մյուս ուժերը ասել են, որ մենք գանք պատերազմ է լինելու։ Այդ ինքն էր, բա ինչու եղավ պատերազմ։ Ինքն էր 2020-ին։ Սերժ Սարգսյանը չէր, Ռոբերտ Քոչարյանը չէր, ինքն էր։
Ինչու եղավ պատերազմ։ Բայց Ալիևը չասեց, որ ինքը լինի, չի լինի պատերազմ։ Ինքը լինի, չի լինի, որովհետև շատ հանգիստ կհանձնվենք եւ մի խավել, տգետ խավ, ինչքան ասում եմ չվիրավորեմ, մարդեն չի լինում։ Այդ անեծքները, որ տեսնում եմ, ես չեմ կարողանում իրենց սիրել, ես տեսանյութով ասել եմ իրենց։ Համաձայն է դառնալ ադրբեջանցի կամ ասում են սուտ ես ասում։ Այդ կույր ատելությունը մթագնել է նրանց ուղեղները եւ չեն հավատում։ Ինչն եմ սուտ ասում, Ալիևի ելույթը դրել եմ։ Այսինքն կարող է չլինել, կարող է չլինել պատերազմ, բայց կլինի Ալիևի ասածը, մենք կդառնանք արևմտյան Ադրբեջանի մի մաս, մի հատված։ Կգան կապրեն, մի օր Սումգայիթ կլինի, պարտադիր կլինի, որովհետև Ալիևը խոսք չի տալիս, որովհետև նրանց մեջ ուսուցանվում է, որ մեզ պիտի ատեն, որովհետև նրանք Ռամիլ Սաֆարով են, շատ կարճ հիշողություն ունենք, քնած մարդուն սպանողին տալիս են հերոսի կոչում, բայց մենք ադրբեջանցուն պատժելու համար Ռուսաստանում մեր հային տանում ենք, դատում ենք եւ մինչեւ հիմա ինչքան գիտեմ Արմանը կրում է իր պատիժը։ Իհարկե նա ասոցացվում է միայն պատերազմի հետ, քաոսի հետ, դժոխքի ու դժբախտության հետ, ատելության հետ, նա ուղարկված է տիեզերքից սև ուժերի կողմից։ Եվ ինչքան վատ բան կա, իր օրոք է եղել եւ լինելու է իր օրոք։ Այդ կլյաուզան ու սուտը թող չշահարկեն։ Հակառակը Ալիևը նրանից չի վախենում։ Ամեն ինչ էլ կարող է անել եւ պատերազմ, եւ խաղաղ ճանապարհով ուղակի վերցնի ամեն ինչ, երբ ուզի այդ ժամանակ կսպանի։ Բայց եթե գա մի ղեկավար, որից Ալիևը այդքան վախենում է, ու իրոք վախենում են, չէ, որ ինչ որ ուրիշ մեկը կգա, դրա համար են այդպես նրանց հովանավորում, որ եւ շատ ուզում են, որ սա մնա։ Այսինքն, եթե դու պատերազմ կարող ես անել բոլոր ղեկավարների օրոք, դե հանգիստ նստի տեղդ, թող ով ուզում է գա, ինչ գործ ունես մեր երկրի սահմանադրության հետ։ Ինչ գործ ունես։ Եկեք մտածենք այդ մասին։ Ոչ մեկ չի ասել, որ գալու է եւ պատերազմ բերի։ Ալիև ինչի է շահագրգռված, որ սա մնա։ Ուրեմն վախ կա ինչ որ ուրիշ մեկից, չէ՞։ Իսկ ընտրողը ինչ մոտիվացիայով պետք է գնա ընտրակ տեղամաս, որովհետև այնուամենայնիվ այդ պատերազմի հիշողությունները դեռևս թարմ են եւ հնարավոր է, որ այդ վախը ազդի։ Հնարավոր է, որ ինչ որ վախը ազդի մարդկանց վրա։ Դե դրա համար բացատրում եմ, որ չի երաշխավորվում, որ պատերազմ չի լինելու, եթե նա ընտրվի։ Եթե նա ընտրվի, երաշխավորվում է, որ պիտի դառնան Ադրբեջանի մաս, ինչպես հայտարարվում է, ինչպես տեսնում ենք, չէ՞ որ բոլոր դաշտերի վրա են նրանք աշխատում, եւ մշակույթի, եւ հոգեվոր, եւ ֆիզիկապես, եւ հայրենասիրությունն են արժեզրկում։ Բոլոր դաշտերը դա են տանում, շատ խելացի պետք չի լինել, որ այդ ամեն ինչը հասկանանք։ Ինչի վախի մեջ ապրենք, ավելի լավ է վախով առաջ գնալ, համարձակ ընտրել, քան վախի մեջ ապրել։ Ես չեմ վախենում։ Մի բան պիտի ասեմ, այդ կոնտինգենտ կա, մի խավ կա, որ կյանքում երբեք հայրենիքի համար ոչինչ չի արել, իր ընտանիքից դուրս, իր քթից այն կողմ ոչինչ չի տեսել, իր համար կարևոր է եղել ինքը, իր ուտելիքը, իր գործը, ու սրանք հենց իրենք են շահարկում, թե ում երեխու հաշվին ես ուզում պատերազմ լինի, ում երեխու, սաղտվինք, կերան, էս արին, են արին, էս մարդկանց ուզում եմ առերեսվել և հարցնել, դու երեխա ուղարկել ես պատերազմ, հակառակը, ով որ գնացել է, հենց զոհվածների ծնողները նույնիսկ չեն վախենում, ասում են թեկուզ լինի, բայց սենց ստորացած չապրենք, Դավիթ Բեկի հատվածը հիշեցի, Իսրայել օրին, օրինակ երկուսին համեմատում եմ, չնայած երկուսն էլ իմ հերոսներն են, ամբողջ կյանքում դիվանագիտորեն, սկսեց ման եկավ գնաց, տարբեր երկրներ դիվանագիտորեն ուզում էր հարցը լուծել, 20-25 տարի տևեց խեղճի թափառումներն ու դեգերումները, որ աղաչի պաղատի, որ մեզ անկախություն տվեք եւ այլն,
ու այդ 20 տարվա ընթացքում մեզ կոտորում էին։ Դավիթ Բեկը մի անգամից Թիֆլիսից հասավ Հայաստան, շատ քիչ զորքով, տասնապատիկ քիչ, ես թիվ հիշող չեմ, դրա համար թվերը չեմ հիշում։ Մի անգամից համարձակ ասեց կամ գնում ենք կռվենք, սյունեցիներն էլ ասացին, որ ավելի լավ է մեռնենք չլինենք, քան ստորացած ապրենք։ Մի անգամից վեր կացավ, գործողություն արեց եւ կռվեց։ Եվ ինչ եղավ, հաղթանակ հաղթանակի հետևից։ Սյունիքը պահեց պարսիկների ու ազատագրեց, վախի մեջ չապրեց։ Մի թեմայի էլ անդրադառնանք եւ եզրափակենք։ Ամենայն հայոց հայրապետին փաստորեն արգելվեց գնալ Վրաստան եւ մասնակցել վրացիների կաթողիկոս պատրիարք Իլիա II-ի վերջին հրաժեշտին։ Սա ինչ ազդեցություն ունի մեր միջազգային հեղինակության վրա առհասարակ։ Օրինակ մեր միջազգային հեղինակությունը 2018 թվականից է ընկել։ Մենք այդ ժամանակվանից հեղինակություն չունենք։ Քանի որ շատ եմ շփվում օտարազգերի հետ, միշտ ամաչել եմ ներկայացնել սրան, մեկ-մեկ ասել են ցույց տուր, ով է, չեմ ցույց տվել, մի տեսակ ամոթով գլուխ կախենք, գլխի կորենք մենք աշխարհի առաջ, բայց պիտի ասեմ, որ հայը չի ասոցացվում դրանց հետ։ Չեղավ, որ կառավարությունը, որ իրենք են, դա է հայի տեսակը։ Իհարկե միջազգային ատյանների առաջ ամոթանք էր շատ, որ կաթողիկոսը չկարողացավ գնալ, բայց նորմալ մարդիկ, նորմալ պաշտոնյաները օտար երկրների վստահ եմ հասկանում են այստեղ ով է, ինչ է իրենից ներկայացնում եւ դրանից ընկնում է միայն անձամբ իրենց հեղինակությունը, ոչ կաթողիկոսի, ոչ էլ նորմալ հայերի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Մեր հեռուստադիտողին օրինակ խնդրենք կրկին, որ բաժանորդագրվեն ալիքին, հավանեն տեսանյութը եւ մեկնաբանություն ներդրեն։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։